Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում է Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Ալիք մեդիա լրատվական հարթակի հիմնադիր Արսեն Խարատյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Խարատյան։ Շատ ուրախ եմ տեսնելու ձեզ մեր տաղավարում եւ ուրախ եմ, որ աշխատելու ենք միասին։ Շնորհակալ եմ։ Կա կարծիք, որ Ալիևը կարծես դիվանագիտական փակուղու մեջ է նորից եւ նորից փորձում մտցնել Հայաստանին։ Ինչի մասին է վկայում այն փաստը, որ գրեթե նույն օրվանից ինչ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը հայտարարեցին, որ արդեն բոլոր այդ կետերը համաձայնեցված են խաղաղ պայմանագրի 40-ից ավելի երկիր ողջունեց եւ Հայաստանը եւ Ադրբեջանը, ընդ որում այնպիսի երկրներ, որ մենք չէինք էլ սպասում, երևի թե դա մասնավորապես Եգիպտոսից ստացանք, Մեքսիկայից ստացանք, Ճապոնիայից ստացանք, դե 40-ը չեմ թվարկի, եւ ահա ամենօրյա ռեժիմով Ադրբեջանը տարածում է լուր, որ Հայաստանի տարածքից գնդակոծվում է Ադրբեջանի տարածքը։ Այստեղից հարց, այն աստիճանն է անհասկանալի իրավիճակը, որ Հայաստանի արտգործնախարարությունը արդեն հարկ է համարում տարածել հաղորդագրություն, որ Հայաստանը նպատակ չունի, ինչ իմաստ ունի Հայաստանին, այսինքն ոնց որ արդարանալու կարիք։ Ինչ է նպատակը Ադրբեջանի, իսկապես դիվանագիտական փակուղու մեջ է մտցնում եւ արդյոք մենք դիվանագիտական փակուղու մեջ ենք գտնվում։ Համեցեք։ Շնորհակալություն, դե չէի անվանի այնքան դիվանագիտական փակուղի, որքան խաղաղ բանակցությունների գործընթացն է փորձում փակուղի տանել, հենց կոնկրետ այս իրավիճակում, ինչը բազմիցս արդեն ասվել է, կարծում եմ մեզ մոտ արդեն ընդհանուր ընկալում կա, որ Ադրբեջանը հակված չի նույնիսկ այս պայմանագիրը ստորագրել, անգամ այս պայմաններով, այսինքն եթե նայելու լինենք, մինչ այս պահը փաստացի դեռևս փաստաթուղթը չենք տեսել իհարկե, իդեպ լավ կլինի այդ փաստաթուղթը ինչ որ կերտից հասկանանք ինչ է եւ հանրային ավելի լայն քննարկման առարկա դառնա, բայց փաստացի այն ամենը ինչ որ ստացել է, դա էլ բավարար չի, այսինքն վերջին երկու կետը, որոնց մասին գիտենք թե դրանք ինչին են վերաբերվում, հա, մասնավորապես եվրոպացի դիտորդներին եւ ուրեմն միջազգային դատարաններում մեր հայցերի հետ կանչին։ Սա էլ ստանալուց հետո անգամ, հենց նույն օրը տեսանք, թե ինչ հայտարարություններ հնչեցին Բաքվից, ասվեց այն մասին, որ դե միակը Մինսկի խումբը պիտի ցրվի, ձեր սահմանադրությունը պիտի փոխվի, միայն դրանից հետո կստորագրենք կամ էլ չգիտենք կստորագրենք թե չէ, դրանք զուգընթաց տարբեր պաշտոնյաների մակարդակով լսում ենք, որ դուք դեռ պիտի առաջի պատերազմի հանցագործներին, պիտի համագործակցեք մեզ հետ այս պահին Բաքվում գտնվող բռնի ապօրինի պահվող պատանդարված մեր հայրենակիցների հարցում եւ այսպես շարունակ։ Սա փաստացի ակնհայտ նշանակում է, որ ադրբեջանական կողմը կոնկրետ որևէ կերպ այս պահին փաստաթուղթ ստորագրելու ցանկություն չունի։ Հիմա ինչ պիտի անի Հայաստանը այս պարագայում։ Մի քանի տարբերակ կա, դրանցից մեկն է, որ անի այն ինչ որ անում է, որը կարծում եմ, որ էֆեկտիվ չի, իսկ դա մասնավորապես անվերջ աշխարհին ցույց տալն է, որ տեսեք մենք կառուցողական ենք, Ադրբեջանն է գործընթացը ապակառուցողական հունտ անում։ Դա էլ դեռ այդպես լավ չենք անում, մենք դեռևս ընդհանրապես վնասն ենք կառավարում։ Ադրբեջանը պրոակտիվն է այս ամենում, մենք անընդհատ պաշտպանողի դիրքում ենք հայտնվում։ Ադրբեջանը հայտարարում է իբր թե Հայաստանը հարձակում է իրականացրել կամ նախապատրաստում է հարձակում, մեր պաշտպանության նախարարությունը արդեն 9-րդ հաղորդագրությունն է ուղարկում, որ այդպիսի բան չկա, հիմա էլ ինչպես ասացիք, արտգործնախարարությունն է այս մասին խոսում։ Ինչ որ կետից սա դառնալու է պարզապես խաղ, որտեղ մենք ամեն վարքյան պիտի արձագանքողը լինենք, այնպես ինչպես եղել է մինչ այս, այսինքն օրակարգը եւ մեր ներքին հարաբերություններում եւ միջազգային հարթակներում Ադրբեջանն է ձևավորում։ Հայաստանը փաստացի անընդհատ կամ պաշտպանողի կամ բացատրողի կամ այսպես ասած իրավիճակը կառավարելի պահելու գործն է անում։ Ես չգիտեմ որքանով այս քաղաքական մեծամասնությունը դրա հնարավորությունը ունի, որովհետև բացի ամեն ինչից հասկանալի է թե իրենք ինչ վիճակում են, իրենց հետ տարբեր համաձայնություններ են ձեռք բերվել, բանակցությունները տարել է հենց այս իշխանությունը, ունեն իրենց ֆոբիաները, վախերը, եւ այս վախերով է կառավարվում հաճախ շատ հարցեր։ Ես դա հասկանում եմ, բոլորս ենք հասկանում, տեսնում, բայց Հայաստանի Հանրապետությունը կարող է եւ պետք է, կարծում եմ, էական շրջադարձ կատարի բանակցային գործընթացում եւ հռետորաբանությունում։ Մասնավորապես մի քանի առանցքային կետեր, որոնք ես կարծում եմ եւ դիվանագետներ կան, որոնք որ կիսում են սա, վստահ եմ, այն ինչ որ մենք ունենք մեր զինանոցում, դարձնենք ակտիվ քաղաքական գործիքներ։ Իմասնավորի
Արցախցիների վերադարձի իրավունքի հարցը։ Վերադարձնել օրակարգ։ Տեսնում ենք Շվեյցարիայում հիմա համաժողովը լինելու, Շվեյցարիան, որ կանտոններից մեկի մակարդակում Արցախներ ճանաչել դեռևս պատերազմի օրերին, հիմա էլ դրան հետամուտ լինելու խնդիր է դնում իր առջև։ Երկրորդը հարց պիտի դրվի Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը։ Սա պիտի դառնա մեր կռվաններից խոսակցության առարկա եւ թեմա։ Հարց պիտի դրվի գերիների անվերապահ վերադարձի հարցը։ Ես նկատի ունեմ, սրանք պիտի բարձրաձայնվեն, դրվեն օրակարգում եւ մեր դիվանագիտական մեքենան պիտի այս ուղղությամբ սկսի աշխատել, որովհետեւ ադրբեջանական կողմից անգամ մեզ համար շատ ծանր ընդունելի կետերը հաշվի առնելով այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք անելուց հետո, մենք տեսնում ենք միայն ավելացող նոր նախապայմաններ։ Հիմա այս իրավիճակում ինչն է ստիպում մտածել, թե եթե մենք շատ բարձր գոռանք այն մասին, որ մենք կառուցողական ենք, մենք խաղաղություն ենք ուզում եւ կառուցում, այ շատ մոտեցել ենք եւ այլն, դա տեղի է ունենալու, դա տեղի չի ունենալու։ Տեղի չի ունենալու կրկնեմ մի պատճառով, որ Ադրբեջանն այս պահին նույնիսկ այն ինչ ստացել է, իր համար բավարար չի համարում։ Էլ ավելին է պահանջում։ Հիմա այստեղ սեղանը շրջելու խնդիր պիտի դրվի։ Սա կարող է անել կամ մի իրավիճակում, երբ որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական մակարդակում իսկ դրա առիթները Ադրբեջանը քանիցս եւ հիմա էլ տալիս է մինչ օրս ասի որ այնպես անիմաստ է այս տրամաբանությամբ բանակցելը Ադրբեջանը այսօր մի բան է ասում վաղը գալիս է բանակցությունների սեղանի շուրջ եւ այլ բան է ասում եւ ուրեմն օրակարգ մտցնի եւ ակտիվ սկսի օգտագործել իմս նշած կետերը եւ ավելին այդ թվում նաեւ միջազգային դատական հայցերը դրանց շուրջ ակտիվ աշխատանքը դրանց հանրայնացումը հա հանրահռչակումը նաեւ դիվանագիտական եւ միջազգային տիրույթում, այսինքն պրոակտիվ քաղաքականություն վարի։ Հայաստանն այսօր մի բան է ասում։ Ես գնում եմ խաղաղության, մենք հավատացած ենք, որ սա է ճանապարհը եւ կտեսնենք թե ինչ կլինի, բայց մենք հավատարիմ ենք մնում այս օրակարգին։ Այդ օրակարգին հավատարիմ մնալով մենք ստանում ենք Ադրբեջանից նոր պահանջներ, ավելին այն կոնստրուկտը, որի մասին դուք խոսեցիք, այսինքն միֆը, թե իբրև թե Հայաստանը հարձակման է գնում կամ պատրաստվում է հարձակվելու, դառնում է Ադրբեջանի համար ես չէ որ պիտի ասեմ, դառնում է ուղղակի, այսպես ասած, տրցակի մի մաս, որով վաղը մյուս օրը Ադրբեջանը իր հնարավոր ագրեսիվ գործողությունները փորձելու է հիմնավորել։ Մի տարբերակ գործողություններն է հիմնավորելու, այսինքն այն պատրվակը կամ պայմանները, հիշում եք, եւ Արեն Սիմոնյանն էր ասում եւ մեր մյուս իշխանավորներն էին ասում, որ չկա ոչ մի պատճառ եւ պատրվակ, որպեսի ագրեսիվ Ադրբեջանը գործողություններ սկսի, հիմա նա մի կողմից դա, այո, եւ մյուս կողմից արդյոք չեք գտնում, որ եւ դատական process-ները, որ գնում են եւ այդ հայտարարությունները, դրանք բոլորը նույն տրամաբանության մեջ են ցույց տալ աշխարհին, որ Հայաստանը տերորիստական երկիր է, այնինչ իրենք ասում էին, հիշում եք, Խարտիայի ստորագրման գրեթե նախորդ օրը Ալիևը ելույթ ունեցավ եւ փորձեց նույն Միացյալ Նահանգների այսպես ցույցում տալ, որ ասեց այդ դա այն ելույթն էր, երբ որ նա ասեց Հայաստանը ֆաշիստական պետություն է, դուք ինչու եք իրեն հետ խարծա։ Եվ հիմա այդ նպատակն է, մի կողմից ուրեմն պատրվակ է ստեղծում, որ վաղը կարողանա հարձակվել, մյուս կողմից ամբողջ աշխարհին ցույց տա, որ տերորիստական երկիր է Հայաստանը, ում հետ տեսեք խաղաղությամբ պայմանագրի մասին եք դուք խոսում, իսկ ինքը ամեն օր մեզ գնդակոծում է։ Սա իր դիվանագիտական ռոպագանդան է, սա իր դիվանագիտական պատերազմն է։ Սա մենք տեսանք, տեսնում ենք, հասկանում ենք եւ ոչ միայն մենք ենք տեսնում, կարծում եմ բոլորը։ Այստեղ հպանցիկ դուք սկսեցիք այդ մասին խոսել, բայց ես ուզում եմ մի հատ նորից մենք տեսնենք, իսկ ինչ է անում այս ընթացքում Հայաստանի դիվանագիտությունը։ Դուք նշեցիք, արձագանքային է ոնց որ թե։ Երկրորդը նախաձեռնողական առաջարկում եք դուք։ Օրինակ հնարավոր տարբերակներից մեկը կարելի է դիտարկել գոնե բարձրաձայն ամբողջ աշխարհին ասել, թե որ հայցերից ենք մենք, որ հայցերն ենք հետ կանչում, գոնե նշվեն, թե ինչ հանցագործություն է արել Ադրբեջանը։ Տեսեք, առանձնացնել օրինակ դատական հայցերը միայն եւ դրա շուրջ խոսակցություն ծավալելը ընդհանրապես մի փոքր հատված կլինի, այստեղ կոմպլեքս մոտեցում պիտի լինի։ Հայաստանը կրկնեմ, արդեն վաղուց պիտի սա աներ եւ կարծում եմ, որ անխուսափելիորեն գալու է դրան։ Ընդ որում ասեմ,
փոքր եմ համարում հավանականությունը, որ այս քաղաքական մեծամասնությունը այս ընտրափուլում դա անելու է, չի կարողանալու անել։ Չի կարողանալու, որովհետև վախեցած է, չի կարողանալու, որովհետև չափից դուրս շատ պարտավորություններ եւ արդեն իսկ process-ի է հասել, խոսակցություն է ծավալվել եւ հիմա դրանից հետ կանգնելու համար պիտի շատ լուրջ հիմքեր ունենա։ Ախարացան, եթե կարելի է փակագծում հիշենք այս պահը եւ ասենք ինչից է վախեցած եւ ինչ պարտավորությունների ում արժեվ պատերազմի հիշողությունից ֆոբիաներ ունենք։ Մենք բոլորս մարդիկ ենք, ունենք հիշողություն, իրենք են եղել պատասխանատուն այդ փուլով անցել են, մի քանի տարբեր բարդագույն փուլեր են անցել, երբ Հայաստանի վրա էր արդեն հարձակումները, այդ ճգնաժամեր են անցել եւ դրան կրկնությունից բնականաբար վախեր կան։ Սա անխուսափելի է, մարդը այդպեսին է։ Հիմա սա նշանակում է, որ դեռ այն թեզը, որի մասին երկար խոսում էինք դեռևս 21 թվականի ընտրություններից առաջ, որ պարտված կողմը դժվար է բանակցելու, շատ բարդ է լինելու եւ այլն, այդ թեզը ակտուալ է, միշտ է ակտուալ եղել, այլ հարց է, թե հիմա գիտեք, ժողովրդավարությունը ընտրություն է տեղի ունեցել, այս մարդիկ են ընտրում, իրենց հետ դի աշխատենք։ Հիմա իրենք այդ շրջադարձը անելու կարողություն շատ դժվար են ունենալու։ Պարտավորություններ, որոնք ասում եմ, բանակցային գործընթաց է, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը արդեն 3 տարի բանակցել են։ Բանակցել են, եկել են մի կետի, որտեղ կարծես թե լուծում է երևում։ Այդ լուծման գնալու իրական հնարավորությունը որքան է պիտի ճիշտ գնահատել, ինչտեղ ես կարծում եմ, որ մենք հաճախ ցանկալին իրականության տեղ ենք ընդունում։ Այսինքն կարծում ենք, որ իսկապես այդքան մոտ ենք, իսկ Ադրբեջանը, որ կողքից ասում է սա էլ է պետք, սա էլ է պետք, սա էլ է, դրանք երկրորդական են լինելու։ Մենք կհասնենք դրան, որ հենց այս փաստաթուղթը կստորագրվի։ Տեսնենք, ես կրկնեմ, խիստ կասկածում եմ հաշվի առնելով ուժերի դասավորվածության աշխարհակաղակական դիրքավորման այս փուլում Ադրբեջանը շահեկան դիրքում է դուրս եկել։ Տեսնում ենք, որ ավտորիտար ռեժիմները առանձնապես խնդիրներ չունեն, տեսնում ենք, որ ունենք մի վարչակազմ Միացյալ Նահանգներում, որը փաստացի ուժեղների մասին է ամեն հարցում, եւ այնտեղ բիզնես տրամաբանությամբ լուծումների են գնում։ Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները երկրորդական, եթե չասեմ երրորդական դիրքում են։ Ուրեմն այս իրավիճակում Հայաստանը շարունակում է առաջ մղել իր, այսպես ասած, կառուցողական մոտեցումը, որը այնուամենայնիվ որևէ լուրջ արձագանքի չի արժանանում Բաքվից։ Հիմա հենց այս պատճառով եմ ասում, որ պետք է շատ լուրջ շրջադարձ լինի, որից հետո Հայաստանը կարողանա ամբողջությամբ ռետորաբանություն փոխել։ Դա կարող է լինել Ադրբեջանի, չգիտեմ, ագրեսիվ վարքագիծը, քաղաքականությունը եւ այլն։ Կամ պիտի նոր բանակցություններ լինեն։ Այլապես այս տրամաբանությամբ մենք լինելու ենք անընդհատ, ծեր ասած, արձագանքողի դիրքում։ Ադրբեջանը օրակարգ է ձևավորելու, Ադրբեջանը այսպես ասած խոսակցության ներս է բերելու այս կամ այն կետը, մենք դրան կամ պատասխանելու ենք կամ ստիպված ենք լինելու դրա հետ հաշվի նստել։ Հիմա ես հիշեցնեմ, անկախ նրանից թե չափերի եւ այլնի առումով ինչ էր։ Տևական ժամանակ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի մասին չէր խոսում, ասում էր, քանի դեռ SSSS բաները չես արել, մինչև 20 թիվ եմ ասում։ Ասում էր օկուպացված տարածքներ, ասում էր այսքան փախստական, ասում էր SSS։ Հիմա մենք ինչ ենք ասում։ Մենք ոչինչ չենք ասում, հասկանում եք, մենք անգամ Հայաստանի ֆիզիկական տարածքի Ադրբեջանի կողմից օկուպացիայի հարցը չենք բարձրաձայնում։ Հազվադեպ կլսեք, որ մեր պետական քաղաքականությամբ զբաղվող անձինք այդ մասին խոսեն։ Չենք խոսում, որովհետև խնդիրը դրած կառուցողական աշխատելու եւ ասելու, որ դա էլ դելիմիտացիայի միջոցով ենք լուծելու։ Որևէ մեկը չի ասում, որ դա վատ բան է, եթե ստացվի, բայց այդ եթեր այնքան մեծ է, եւ որտեվ դրա մինչ դրան պիտի նախորդած լինեն մի շարք այլ բաներ։ Եվ մենք չգիտենք, որ բանակցում են այդ մասին։ Եվ Ադրբեջանը տվել է հաստատում, որ այո, դելիմիտացիայի ժամանակ ինքը այդ 200 քառակուսի են ասում, այսօր անգամ 1000 քառակուսի անուն տվեցին, չգիտենք, մենք դա էլ չգիտենք։ Ինչպես այդ 17 կետերը չգիտենք, 15-ը ամենայն դեպս։ Այնպես էլ մենք չգիտենք։ Բայց Հայաստանի Հանրապետությունը գիտի, չէ, իր տարածքային ամբողջականության գիծը որտեղով է անցնում, անկախ նրանից Ադրբեջանի հետ դա համաձայնեցված է թե չէ։ Մենք գիտենք, չէ։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը պիտի ասի, հետեւյալն է տեղի ունենում։ Ուզում եք խաղաղություն։ Այսինքն, կրկնեմ, փոխել դիրքը խոսակցության, ասել, որ եթե մենք ուզում ենք համապարփակ խաղաղություն եւ երկարաժամկետ խաղաղություն, ապա պիտի տեղի ունենան հետեւյալ բաները։ Պիտի դուրս գաք Հայաստանի Հանրապետության տարածքից։ Եթե տեղեր կան, որտեղ դուք համարում եք, որ Հայաստանի Հանրապետությունը մտած է Ադրբեջանի տարածք, եկեք քննարկենք, բայց դուք այս պահին կոնկրետ ագրեսիվ ճանապարհով մտել եք Հայաստանի Հանրապետության տարածք։ Պետք է ազատ արձակեք մեր գերիներին։ Պետք է քննարկվի Արցախի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների հարցը։ Այստեղ նաև
Եթե Ադրբեջանը այսպես տարբեր հաշվարկներ է անում, մի օր վեր են կենում ասում 60 միլիարդ եք մեզ պարտք, մի օր վեր են կենում ասում 150 միլիարդ եք մեզ պարտք, որովհետև էս է կարելի նկարել, դե տեսնենք մեր արցախցիների ունեց զրկման հետ կապված ինչ ասելիք ունենք, մենք ինչ փաթեթ ունենք։ Սա էլ դատական հայցերի մասով եմ ասում։ Այս ամենը պիտի դառնա մեր արտաքին քաղաքականության օրակարգի մաս, որպեսզի Ադրբեջանի հետ մեր բանակցային դիրքերն ավելի ուժեղ լինեն։ Հայաստանը փոխարենը գնում է իր ընտրած անհասկանալի ճանապարհով։ Հայաստանը չասեմ Նիկոլ Փաշինյանը, որովհետև այստեղ խնդիրը հետևյալն է. դու քո կետից բանակցող լինելով միջազգային հարաբերություններ, դիվանագիտական դասագրքային իրողություններ չես կարող փոխել։ Այդ նույն բանն է, երբ որ մի փուլում կար այսպիսի ընկալում տպավորություն Հայաստանում 18 թվից հետո, որ քանի որ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել, աշխարհի բոլոր երկրներում հեղափոխություն է տեղի ունեցել։ Եվ ուրեմն նրանց հետ էլ մենք խոսում ենք այնպես, այդպես չի։ Կա աշխարհի կարգ, որոնց շրջանակներում երկրները պետություններն աշխատում են։ Հիմա դուք մեր ամբողջ զինանոցը դիվանագիտական, որը որ կարող է լինել, կարող է օգտագործվել, մի կողմ եք դրել, ասել եք սա հիմա էֆեկտիվ չի, որովհետև խաղաղությանը չի նպաստում։ Դե լավ, տեսնենք ձեր այս տրամաբանությամբ խաղաղությանը նպաստելով ենք գալու, թե 26 թվականի ընտրությունները դառնալու է սահմանադրական հանրաքվեի շուրջ խոսակցություն, որը նշանակելու է խաղաղություն թե պատերազմ։ Սա էլ մի մանիպուլյացիա է լինելու, կտեսնեք, ասում եմ ձեզ, որովհետև ակնհայտ է, չէ, այն օրը կարծեմ մարտի 14-ին, երբ հայտարարվեց, որ պայմանագիրը համաձայնեցված է, վերջին երկու կետերի շուրջ էլ համաձայնություն կա, դրանից հետո որոշ միանգամից Ադրբեջանից Բայրամովի մակարդակով հետո երկրորդվեց, որ քանի սահմանադրություն չի փոխվել, չենք կարող ստորագրել։ Սահմանադրության փոփոխության հարցը Հայաստանը դրել է կարծեք թե 2026 թվականի ընտրություններին զուգընթաց, ամենայն դեպս եթե ուղիղ չեն ասում, ապա անուղղակի այս մասին ենք լսում, ինչը նշանակում է, որ 26 թվականի հունիսի խորհրդանական ընտրությունները, որը կրկնեմ զուգորդված է լինելու նաև սահմանադրական հանրաքվեով, խոսակցությունը տանելու է սրա շուրջ։ Դուք ուզում եք խաղաղություն թե ոչ։ Եթե ուզում եք խաղաղություն, եկեք քվեարկեք այս սահմանադրությանը եւ ենթադրում եմ մեզ, հա, իրենց կարգախոսը կլինի։ Որից հետո Հայաստանի քննարկումը կդառնա նաև սրա շուրջ։ Կրկնեմ, մենք չենք քննարկելու լոկալ հարցեր, մենք չենք քննարկելու նույնիսկ եվրոպական ինտեգրացիայի կամ, չգիտեմ, այլ աշխարհաքաղաքական ընտրության խնդիրներ։ Մեր օրակարգը Ադրբեջանի կողմից ձևակերպվելով, այ շարունակում է Ադրբեջանը ամենաշատ ազդեցությունը ունենալ նաև Հայաստանի ներքին process-ների վրա։ Մենք դա ուզում ենք ընդունել թե ոչ, սա փաստ է, հա, եւ այս տրամաբանությամբ ընտրությունների դիսկուրսը, քննարկումը դառնալու է սրա շուրջ, այսինքն դու եթե ասելու ես ես չեմ ուզում այս համալությունը, նշանակում է դու դեմ ես խաղաղությանը, այսպես սև ու սպիտակացնելու են պարզունակ մանիպուլյացիաների միջոցով, խոսքս հիշեք, դրան մենք ականատես ենք լինելու դեռ, եթե կրկնեմ, չգիտեմ ինչ որ կերպ Հայաստանը այնուամենայնիվ չորոշի, որ ընդհանրապես բանակցությունների շուրջ իր մոտեցումն ու դիրքորոշումները փոխում է։ ՄԱԿ-ի ամբիոնից սկսում է խոսել Արցախցի տեղահանվածների էթնիկ զտման մասին, միջազգային դատական հայցերն է պաշտպանում, Հայաստանի տարածքային ամբողջականության խնդիրն է բարձրաձայնում, օկուպացիայի հարցն է բարձրաձայնում եւ այսպես շարունակ, այսինքն մեր դիվանագիտական խոսակցության Հայաստանի դիրքորոշումների զինանոցը հիմա ամբողջությամբ սառեցվել է, դրվել է մի կողմ եւ ինչ որ պահից որոշ հարցեր կարող է կորցնեն կանդառնալիորեն, եթե չկիրառվեն եւ չօգտագործվեն եւ ուրեմն մենք խոսում ենք այն մասին, որ այ մենք այսպես բան ենք, կոնստրուկտիվ ենք եւ Ադրբեջանն է, որ խանգարում է, որ խաղաղություն լինի տարածաշրջանում։ Այսպեսով փորձում եմ հանրագումարի բերել։ Դուք ասում եք ոչ թե իսկապես փակուղի է վիճակը, այլ մենք ունենք սուբյեկտիվ գործոն, դա Փաշինյանի սուբյեկտիվ գործոնն է, դա ֆոբիաներով է պայմանավորված, նրանով է պայմանավորված, որ նա անցել է նախկին, դե չշարադրեմ, դուք ասացիք, դա Փաշինյանով է պայմանավորված, մենք ունենք զինանոցում հզոր փաստարկներ, որոնք դրել ենք չենք օգտագործում, բայց Փաշինյանը, ես ձեր տեսակետն եմ փորձում, բայց Փաշինյանը հակառակը փոխանակ այդ զինանոցից հանի եւ կարողանա հակադարձել, ոչ թե մեղագալով եւ ասելով չէ, դե մենք չենք կրակել, մենք կրակելու նպատակ չունենք, այլ հակառակը աշխատի հավասարը հավասարին, զբաղված է նրանով, որ հանրությանն է պատրաստում, որպեսզի հանրությանը կարողանա մատուցել Ադրբեջանի պահանջների կատարումը։ Դա էլ արդեն սահմանադրության տեսքով եւ մնացած այլ ուրեմն կետերով նա հասարակությանն է պատրաստում դրան։ Մի բան ուղղակի այստեղ փորձեմ պարզաբանել, նորմալ է, որ ադրբեջանական դիզինֆորմացիան այլ մասին իբրև թե հայերը Հայաստանը հարձակում է գործել,
ամեն կերպ հերկվի։ Սա այդպես արդարանալու խնդիր չի, սա նույնիսկ մեր համար Մի բան է կարևոր է։ մեկ բան է արդարանալը, Ճիշտ է, բայց երբ որ եվրոպացի դիտորդներն են նաև հայտարարություն անում, որ այդպիսի բան չի եղել, սա նաև խոսում է եվրոպացի դիտորդների անհրաժեշտության մասին, չէ՞, սա մենք չենք ասում, եվրոպացիներն են ասում, որոնք երրորդ աչք են։ Հիմա այս տեսանկյունից սա կորցնելը պատկերացնում եք, չէ՞, ինչով է հղի։ Հաշվի առնել ամբողջ աշխարհում խաղաղության պայմանագրեր կնքվելուց հետո երկրների շփման գծում խնդիրներ ունեցող հատվածներում վերում են կամ խաղաղապահներ, կամ մոնիտորներ, միառժամանակ 10 տարվա մանդատով, 20 տարվա մանդատով մինչև վերջնական խաղաղություն կկայանա։ Հիմա մենք իբր թե խաղաղության պայմանագրով այդ մարդկանց հանում ենք։ Հասկանում եք, անտրամաբանական է։ Ինչ ենք մենք պատկերացնում։ Ես ուզում եմ հասկանալ իսկապես, էլի, կրկնեմ, եթե ինչ-որ մեկը կարծում է, որ աշխարհում պատմություն է կերտում ինքը այս վարքագծով եւ խաղաղություն խոսելով, եւ վաղը դա լինելու է ամենաունիկալ օրինակը, թե ինչպես դա տեղի ունեցավ, ապա ես պիտի հիասթափեցնեմ իրենց։ Ի վերջո, փորձի հետ, տարիների հետ մարդիկ սովորում են, հասկանում են, որ այն ինչ որ իրենք մտածել են, գուցե իրականությանը համապատասխան չի կամ անիրականանալի է։ Հիմա հերթական պատրանքային տրամաբանությամբ անverջ բարձրաձայնելով, որ խաղաղություն ենք խոսում եւ բայց ստանալով փոխարեն այն ինչ որ ստանում ենք, եւ հետո, ինչպես դուք եք ասում, ներքին հանրությանը բացատրելու խնդիր դնել, թե ինչու ենք մենք այս կամ այն կերպ պահում մեզ, այս տրամաբանությամբ ուղղակի ժամանակ է ցկելու։ Այլ բան ես չեմ տեսնում։ Սուբյեկտիվ գործոնը, այո, դա կա, եւ այդ բոլորս գիտենք, չենք խոսում այդ մասին շատ հաճախ, որովհետեւ ինքներս էլ ենք հասկանում, որ այո, ծանր պարտություն ենք ունեցել, դրանից վերականգնվելու խնդիր ունենք եւ հանրության մակարդակում եւ պետությունը որպես այդպեսին եւ այսպես շարունակ, բայց դրա հետ մեկտեղ ինչ պիտի անենք, անverջ պիտի այդ պարտությունը կրենք, պարտությունով ապրենք, դրա հիշողությունով եւ ամեն վարքյան այդ վախով առաջ շարժվենք, տեսնենք հաջորդիվ ինչ է լինելու։ Այդպես որ եղավ, ստացվելու է այն, ինչ որ տեսել ենք դելիմիտացիայի ժամանակ, երբ որ մեզ ուղակի եկան ասեցին, դուրս եք գալիս կամ պատերազմ է, դա ներքին սպառման տեսանկյունից Փաշինյանը փորձեց բառամթերք փոխելով, գնալ այդ ժողովրդին համոզելով եւ այլնով, բերեց նրան, որ այդ ծանր իրավիճակում մեզ պարտադրված տրամաբանությամբ այդ փոքր կտորը 13 կիլոմետրը դելիմիտացիայի ենթարկվեց եւ ուրեմն դա հիմա ներկայացվում է որպես լավագույն լուծում։ Եթե այդ նույն տրամաբանությամբ պիտի նաեւ մյուս քայլերը լինեն, ես վստահեցնում եմ ձեզ, որ ոչ միայն խաղաղության պայմանագիր չենք ունենալու, այլև Ադրբեջանը այդ մեթոդը կիրառելու է հնարավորինս երկար եւ ստանալու է ել ավելին, քան կարող է նույնիսկ այսօր։ Այլ հարց է, որ եթե Հայաստանը փորձի դիրքը փոխել եւ ասել, տեսեք, մենք համարում ենք, որ արդեն իսկ ավելի քան շատ ենք զիջել, այն ինչ որ դուք կարող եք ստանալ այսօր 10 տարի հետո, 5 տարի հետո չեք ունենալու դրան նույնիսկ մոտ, իմաստնության կոչ անել, ասել դուք մտածեք, աշխարհը փոխվելու է, այսօր էսպես է, վաղը տարբեր է լինելու, հա, ինչքան էլ դուք մեզ ասեք, թե զինվում եք, թե որ հարձակվեք, մենք պնդում ենք եւ բոլորին ենք ցույց տալիս, որ մենք պաշտպանողական տրամաբանությամբ մենք որևէ մեկի վրա հարձակվելու խնդիր չենք դրել մեր առաջ եւ ուղղակի սկսել ակտիվորեն օգտագործել մեր դիվանագիտական զինանոցում իմ նշածները մի քանիսն են, դրանք շատ ավելի շատ կարող են լինել, ուղղակի ակտիվ, պրոակտիվ արտաքին քաղաքականություն վարել, այո, թիրախում ունենալով հենց Ադրբեջանը եւ Ադրբեջանի վարքագիծը, այնպես ինչպես իրենք արել են մեծ հետ 25 տարի, այդ պետությունը փաստացի իր ողջ ռեսուրսը ներդրել էր, մի կողմ դնեմ, թե տնտեսական ինչ կարողություններ ուներ ռեսուրսներ եւ այլն, բայց իր կարողությունները ներդրել էր ճանաչելու Հայաստանը, հասկանալու մեր թույլ եւ ուժեղ կետերը, դրանց ուղղությամբ էական ամենօրյա աշխատանք անելով, ի վերջո հասավ իր նպատակին։ Հիմա մենք ոչ միայն դա չենք անում, մենք հիմա ասում ենք, ինչ եղել անցել է լավ, եկեք հաշտվենք եւ կարծում ենք, որ դա այդպես ստացվելու է։ Ուղղակի բոլորս էլ հասկանում ենք, որ առնվազն լուրջ թերահավատություն ունենք, չէ՞ որ այսպես հեշտ է դա լինելու, եւ երկրորդը ակնհայտ է դառնում, որ այն բոլոր կառուցողական կամ նույնիսկ զիջումները, որ մենք արել ենք, ընդհանրապես բերել են նոր նախապայմաններ։ Այլ կերպ սա բնութագրել հնարավոր չի։ Արդյոք կարծում եք, որ Փաշինյանը ենթադրում է, որ պատմության մեջ է մնալու որպես թավշյա հեղափոխություն կատարող, հիմա էլ մենք փաստի առաջ ենք կանգնած, թավշյա պատերազմ ենք անցկացնում։ Դուք տեսեք ինչ բառեր օգտագործեցիք, դուք ասացիք զինանոց, դուք ասացիք թիրախ, այդ ամենը չի օգտագործվում, մենք թավշյա ձևով ենք, թավշյա պատերազմ ենք վարում մենք Ադրբեջանի հետ, որովհետև փաստ է, որ պատերազմ է, այն ինչ անում է Ադրբեջանը դիվանագիտական պատերազմ է,
ինֆորմացիոն պատերազմ է, նա աշխատում է ամբողջ աշխարհին, ցույց է տալիս Հայաստանին այն ժամանակ էլ նրա թողներող եղեն լինեն մեր փախստականները, բայց այն ժամանակվա փախստականները, այն ժամանակ փախստականները ամենահզոր զենքն էին Ադրբեջանից։ Այո։ Նա բոլոր իր չեղած զինանոցի չեղած զենքերը օգտագործում էր, իսկ մենք ունենք հսկայական պաշար զենքերի, բայց մենք թավշյա ենք արձագանքում։ Դե հիմա տեսեք, այդ թավշյա ասացի մեջ կա նաև շատ այլ սեգմենտներ, եթե մենք այսպես ասած արդեն մեզ զերծ ենք պահում տարբեր եզրույթներ օգտագործելուց, որպեսզի հանկարծ, այսպես ասած, մեզ չմեղադրեն բանի ռազմատենչ տրամաբանության մեջ, բայց եկեք մի բան էլ ասեմ, էլի, տեսեք։ Թավշյա թե չթավշյա, ուղիղ դիվանագիտական գործիքակազմ, որով մենք Ադրբեջանի վարքագծի տարբեր հատվածներ ենք ցույց տնում աշխարհին, մենք անընդհատ լսում ենք այն մասին, որ օրինակ արմենատեացությունը, հայատեացությունը, արմենոֆոբիան Ադրբեջանում պետական քաղաքականությունը այս կողմ այն կողմ, չէ՞։ Վերջին անգամ երբեք տեսել, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրում, որևէ տեղ, որևէ միջոցառում կազմակերպի եւ ի ցույց տնի սա։ Գիտական կոնֆերանս կլինի, միջոցառում կլինի, ցույց տալու իրենց տարածքային նկրտումները մեր նկատմամբ, պետական աջակցության բարեմության Ադրբեջան կոչելու։ Մինչդեռ ես հիշում եմ տարիներ շարունակ համալսարանական միջավայրերից մինչև հնարավոր բոլոր քաղաքական վերլուծական կենտրոններ ադրբեջանցիները ամեն օր տարբեր մայրաքաղաքներում մի բան էին անում։ Ես օրինակ էտել է գիտելիքի խնդիր, ասեմ իմանաք։ Մի բան է տեքստից կարդալ ասել հայատյացությունը այսպես է, այնպես է։ Մյուս բանն է մի քիչ խորը հասկանալ, իմանալ եւ հանձնարարել, որպեսզի դրա շուրջ ավելի մանրամասն անընդհատ տարբեր մակարդակներում, տարբեր այսպես ասած երկրներում, կառույցներում բրիֆինգներ արվեն, բայց դա պլանավորել է, չէ՞, պետք է։ Հիմա հասարակ բան ասեմ ձեզ, սրանից 15 տարի առաջ էր մեր գործընկեր Արսեն Հակոբյանը, մշակութային մարդաբան եւ Բաքվից մի գիտնական Սերգեյ Ռումյանցևը մի հետազոտություն էին արել, թե ինչպես է դասագրքային մակարդակում Ադրբեջանում հայատյացությունը ձևավորվում, պատմության դասագրքերում։ Շատ կոնկրետ ցելը ցույց էին տվել, հա, ասենք, չգիտեմ, 5-րդ, 6-րդ դասարանում հայտնվում են սև շորերով մարդիկ, հետո 7-րդ դասարանում նրանք սկսում են սպանել ադրբեջանցիներին, հետո 8-րդ դասարանում դրանք դառնում են հայեր։ Հիմա ես ձեզ մի օրինակ եմ ասում, թե ինչպես է պետական կրթական համակարգում հայատյացությունը արմատավորվում։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը այս փաստի ցույց դնելով չպետք է ասի Ադրբեջան, եթե դու խաղաղության մասին ես խոսում, արի վերանայի քո այդ դասագրքերը։ Եթե ունեք մեզ այդպիսի պրետենզիաներ, եկեք խոսենք։ Եկեք համատեղ պատմություն գրելու մասին խոսենք։ Եկեք մեր միմյանց մասին պատմելու պետական մակարդակով կրթական հաստատությունների կողմից հաստատված տրամաբանությունը փոխենք, քիչ ենք խոսում այս ամեն ինչի մասին, որովհետև չկա այդպիսի խնդիր դրած, որովհետև հայի հետին մտքի տրամաբանությամբ, հա, մեր փառապանց պետական իշխանությունն այսօր որոշել է, որ դրա մասին խոսելը կառուցողական չի, այդ մեզ ոչինչ չի տալիս, մենք խաղաղություն ենք ուզում եւ այդ խաղաղությանը հասնելու ենք ամեն գնով։ Դե տեսնենք ինչի են հասնելու, ես ձեզ կրկնեմ, վստահեցնում եմ, այն խորությունը, ես հիմա մի օրինակ բերեցի, հետազոտողները եւ հայ հետազոտողները եւ ոչ միայն ունեն հսկայական ծավալ, մեթոդական տրամաբանությամբ, թե ինչպես է սա տեղի ունենում մինչ օրս Ադրբեջանում, ինչպես են այդ կոնստրուկտները վերաձևավորվում, ինչպես է հիմա չգիտեմ ինչ որ հաղթանակի այգի է կառուցել Ադրբեջանում, դրա մի հատ վերլուծել ենք, տեսել ենք ինչ կոնստրուկտներ են մտցրել այդտեղ, ինչպես են ընդհանրապես երկարաժամկետ իմաստով հայատյացությունը դարձնում թերևս անդառնալի այդ կոլեկտիվ մտածողության ադրբեջանցի հանրույթի ուղեղում կամ խորքում նստող բան, այսինքն այս ամենը չես կարող քաղաքական մակարդակում հայտարարությունների միտեղ մի անգամ ասես, որ հայատյացությունը լավ բան չի, Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակում անել, դա տևական ամենօրյա աշխատանք է, բազմաշերտ տարբեր մակարդակներում, բայց դրա համար պիտի լինի խնդիր, կամք եւ նպատակ, այդպիսի բան չկա դրած։ Օրակարգում այսօր Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականություն իրականացնող անձիկ չունեն այսպիսի խնդիր դրած, դե այդ պատճառով էլ այսպիսի վիճակում ենք հայտնվելու։ Այսօր մի բանի էլ ենք համաձայնելու, վաղը լսելու ենք այլ նախապայման։ Մեկ այլ կողմից մոտենանք, տեսեք, դուք մատնանշեցիք այդ եվրադիտորդների անհրաժեշտությունը հենց թեկուզ այս պահին, որքան է անհրաժեշտ, երբ որ Ադրբեջան ամեն օր տալիս է ուրեմն այդպիսի լուրեր, որոնք հերքվում են եւ Հայաստանի ուրեմն իշխանությունների կողմից եւ դիտորդներն են այնտեղ կանգնած, իրենք էլ կարող են վկայել եւ վկայում են։ Դիտորդների արկայությունը խիստ անհրաժեշտ է, ասում ենք մենք։
Հասարակությունը արդեն գիտի, որ մենք դիտորդների հարցում ոնց որ թե զիջել ենք, ասել ենք դիտորդները պետք է դուրս գան։ Ինչու հասարակությունը չի ընդվզում։ Ինչու հասարակությունը ոչ մի ձևով չի դրսևորում, ինքը իրար հետ խոսում են, ասում են շատ վտանգավոր է, բայց ոչ մի բան չի ձեռնարկում։ Որովհետև ցավոք դեռևս որևէ տեսանելի գործողություն չկա, որովհետև հույս կա, որ սա էլ մի հերթական խոսակցությունը կլինի եւ գուցե չստացվի եւ տեսնենք ինչ կլինի, մոտավորապես սա է տրամաբանությունը։ Ես հանրային ընդվզման այս հիմքով մեծ բան դեռևս չեմ տեսնում, բայց կա մի ուրիշ բան։ Ընդվզման տարբեր ձևեր կան, ճիշտ է, համաձայն եմ։ Ես ես ավելին ասեմ, ես հիմա կուզեի, որպեսզի իրենք լսեն, ես ինչի եմ այս տրամաբանությունը ուզում խոսենք, որտեվ եթե իրենք որպես քաղաքական իշխանություն կամ մեծամասնություն չեն կարողանում խոսել, մենք գոնե խոսենք, ասենք այս ամեն ինչի մասին, եւ նաեւ դուք ճիշտ եք, որ ճնշում լինի, բայց մեր մոտ բնականon է, մենք Ադրբեջան չենք, որտեղ իրենք կարող են մի օրվա մեջ 3000 հոգի հանել որևէ ցույցի, այնպես ինչպես Լաչինի Միչանսկի պարագայում այսպես կոչված բնապահպաններ բերեցին եւ իբրև թե բնապահպանները ինչ որ բան էին անում, այնտեղ օրկեստրացված է ամեն ինչ, հա, մեզ մոտ այդպես չի, մեզ մոտ հանրության հետ աշխատանքը նաեւ կազմակերպված չի, թողած է ով ինչ կանի, կտեսնենք ինչ է լինում, մոտավորապես այսպես է, եւ ընդհանուր առմամբ կարծում եմ կհամաձայնեք, մեր հանրության մեջ միևնույնն է, այս հետ պատերազմական ապաթիան դեռևս վերջնականապես չի վերացել, այսինքն շատ հարցերում անհուսության վիճակ կա դեռ, որ այսպես դե լավ հիմա ինչ անենք, այդպես է։ Դիտորդների մասով ես կարծում եմ, որ որոշակի աճպարարության էլեմենտ ենք տեսնում, այսինքն անընդհատ հիշատակվում, ասում է, ինչ են բանակցել, վստահ եմ դա է լինելու, փաստաթղթում ես իդեպ փաստաթուղթը չեմ տեսել, ասելու են սահմանի երկայնքով չեն լինի, այսինքն կլինեն, չգիտեմ, օրինակ Բերթում կլինի, Շամշադնի մասը, օրինակ, հա, Բերթում կլինեն, բայց սահմանի երկայնքով չեն լինի, օրը կարող է մի անգամ գնան Չինարի հետ կան, օրինակ եմ ասում։ Հա մոտավորապես էս եմ ես տեսնում, որովհետև բառախաղը դրա մեջ է, որ այո, սահմանի երկայնքով չի լինի։ Հիմա մենք դրա տակ մի բան ենք հասկանում, ադրբեջանցիք ուրիշ բան են հասկանում։ Ասեմ ձեզ, շատ կուզեմ, որ ես սխալված լինեմ, որ իսկապես գիտեք, որտեղ էսա մեղադրանքներ են հնչելու այն մասին, այն մարդկանց դեմ, որոնք որ խոսում են նրա շուրջ չեն հավատում կամ սկեպտիկ են վերաբերում խաղաղության այս պայմանագրի տարբերակին։ Շատ կուզեմ իրենք հասնեն նրան, որ չգիտեմ մի քանի ամիս հետո դա ստորագրվի, դա էլ իրենք էլ Նոբելյան մրցանակ ստանան եւ ուրեմն թերևս երջանիկ լինեն կամ ավելի պաշտպանված անձամբ, բայց ինձ համար ավելի կարեւոր է ռեալ նայել եւ տեսնել այսօրվա պայմաններում, կրկնեմ, տեսական, հսկայական գրականություն կա նաեւ այն մասին, թե ինչպես են հակամարտությունները տարբեր փուլերում տրանսֆորմացվել։ Դրանք հեշտ չեն լուծվել երբեք։ Մեկ օրում, մեկ փաստաթղթով չեն լուծվում։ Եվ կրկնեմ մի անգամ էլ այսպիսի բարդության, խտության, խորության, պատմություն ունեցող հակամարտության, որտեղ հանրությունները խորը ատելության մթնոլորտ ունեն, առնվազն խորը անվստահության մթնոլորտ ունեն իրար նկատմամբ, խաղաղության պայմանագիր ունենալու հետո անզեն դիտորդների դուրս բերելը հակառակի մասին է խոսում։ Սովորաբար դրանք բերվում են խաղաղության պայմանագրից հետո, հասկանում եք, կամ զինադադարից հետո։ Հիմա մենք ունենք այս իրավիճակը, որևէ խնդրեմ պետք է որ չտեսներ Ադրբեջանը սրանում։ Հայաստանը այդ դիտորդներին Հայաստանի տարածք միակողմանիորեն բերելով արդեն իսկ հիմնավորել ու ձևակերպել է, որ ինքը չի հարձակվելու։ Որովհետև եթե այդ մարդիկ մեր երկրից տեսնում են ինչ է, ուրեմն կտեսնեն մենք ենք հարձակվողը, թե չէ։ Այդ դեպքում Ալիևի գործողությունների նպատակը իմաստը անիմաստն չէր կարող ամենօրյա ռեժիմով տալ կա մեդիա հատվածը, կա այն, որ նաև տարբեր լսարանների համար ենք խոսում, չէ, հիմա տեսեք դրանն էլ հաշվի առեք։ Հենց նոր եկել են Թուրքիայից լրագրողներ, մեդիատուր են արել, հետ են գնացել, սկսել են հրապարակել այն մասին, որ Հայաստանը կառուցողական է, Հայաստանը ուզում է խաղաղություն Ադրբեջանի հետ։ Ալիևի համար պակաս կարևոր չի թուրքական լսարանը, եւ թուրքական լսարանի համար ասել, որ Հայաստանը միևնույն է պատրաստվում է հարձակման, նաեւ իհակակշիռ է օրինակ։ Հիմա չեմ ասում հենց միայն դրա համար է, բայց դա նաեւ ուրեմն նպատակներից մեկն է։ Մյուսն այն է, որ անընդհատ ակտիվ պահել եւ այս գործընթացը եղել է եւ ձեզ ասեմ մինչեւ 2020 թվականը դա արել ենք եւ մենք եւ իրենք տարբեր իրավիճակներում։ Հաճախ եղել է իրավիճակներ, երբ որ մեկը հարձակվող հենց ինքն է առաջինն ասել, իրենք հաճախ չէ, միշտ է այդպես եղել, հա։ Պատերազմական իրավիճակում կամ պատերազմի առաջի զոհը գիտեք ճշմարտությունն է։ Հիմա այս խոսակցության մեջ, եթե մենք
քաղաքականություն ենք կառուցում խաղաղության հետ կապված, Ադրբեջանն ասում է մի կողմից, տեսեք, ուզում եմ մեդիայի դիրքից նայենք եւ հանրային ընկալումների մարդկանց, որոնք որ ամեն օր չէ որ առավոտյան արթնանում են եւ զբաղվում են հայ-ադրբեջանական հակամարտությունով, հա, այսինքն մի օր լսում են, որ Ադրբեջանն է առաջինն ասում մենք պատրաստ ենք խաղաղություն ստորագրել, մեկ էլ 3 օր հետո նույն Ադրբեջանն ասում է Հայաստանը հարձակվում է մեր վրա, այսինքն իրենք իրենց նարատիվն են կառուցում։ Հիմա միջին մեդիա սպառողը ոչ հայաստանցի, ոչ մեր ռեգիոնից մի անգամ լսում է, որ ահա Ադրբեջանը ինքն է առաջինն է ասել եւ ձեզ ասեմ, որ նաեւ ամենուր եւ Հայաստանն էլ դա չի հերքում, որ այս խաղաղության գործընթացի ինիցիատորը Ադրբեջանն է եղել։ Իրենք ամենուր են դա ասում, որ մենք ենք սրան գնում, մենք ենք դա դրան ուզում հասնել։ Հիմա ընդհանուր հանրային ընկալումների մեջ կա երկու կողմ։ Այդ երկու կողմերից մեկը Հայաստանն է, մյուսն Ադրբեջանն է, որոնք չեն կարողանում լուծում գտնել։ Դե գնա դու համոզի ամենուր եւ ամենտեղ, որ Հայաստանը էս է տվել, այսքան է կորցրել, չգիտեմ, հիմա էլ համաձայն է սա անել։ Հանրային մեծ ընկալումների մեջ մնալու է այն, որ սա հակամարտություն է, որը չի լուծվում պարզապես, թե ով որ փուլում ինչ արեց, ով ավելի կառուցողական եղավ, դա կարող է լինել տարբեր մայրաքաղաքներում, տարբեր դիվանագետների եւ ղեկավարների մակարդակով։ Եվ Ադրբեջանը գիտի, որ այսօր գոնե առնվազն այսօր եվրոդիտորդները այնտեղ կան, որոնք կարող են վկայել, որ Ադրբեջանը սուտ է ասում։ Այսինքն դա էլ հաշվի չի առնվում, ավելի արժեքավոր է այդ ինֆորմացիան անընդհատ պարբերաբար տալ, որ ցույց տալ, որ Հայաստանը ագրեսոր է, Հայաստանը տերորիստ է, Հայաստանի հետ խաղաղ չի լինում, ոչ մի կերպ չեն կարողանում խաղաղ ապրել։ Հիմա ես ուզում եմ, որպեսզի մի կողմից մենք իմանանք, որ եվրոդիտորդները կան եւ այո շատ կարեւոր է, որ երրորդ կողմը հայտարարում է, որ դա մենք չենք, բայց դրանով չի ավարտվում այս հարցը։ Դա վերցնում ես եւ սկսում ես Euronews-ի, CNN-ի, BBC-ի, Al Jazeera-ի հետ աշխատել, որպեսզի եվրոդիտորդների այս հայտարարության հիման վրա բոլորը նյութեր պատրաստեն, անընդհատ ասեն այս մասին։ Մենք կարծում ենք, որ եվրոդիտորդները հայտարարությունն արեցին Facebook-ով, մենք դրեցինք մեր էջում, բոլորը ամբողջ աշխարհը հասկացավ, որ վերջ էսպես է։ Այսինքն անընդհատ աշխատանք կա այստեղ անելու եւ կարծում եմ, որ միջազգային մեդիայի տեսանկյունից մենք կրկին առավելապես ձախողում ենք նարատիվների ձևավորումն ու տարածումը, որովհետև առնվազն Ադրբեջանը այս ուղղությամբ ավելի ակտիվ է աշխատում եւ ես հեչ վստահ չեմ, որ վաղը եթե նույնիսկ եվրոպացի դիտորդների պայմաններում ինչ որ հարցակում լինի եւ փորձենք օրինակ հստակեցնել թե ով է առաջինը ինչ արել, մենք կարճաժամկետում կարողանալու ենք դա անել, որովհետեւ այն մեքենան, որը որ պիտի աշխատեր մեզ համար կամ մենք պիտի աշխատեինք միջազգային տիրույթում, կարծում եմ, որ բավարար ակտիվ պատրաստ չէ դրան։ Բարի, հիմա տեսնում ենք ինչպես ենք մենք եւ աշխարհը։ Գերմանիայի նախագահն է գալիս Հայաստան, ամառանը հայ-ամերիկյան ուրեմն զորավարժություններ են, այդ մասին էլ մենք արդեն իմացանք, սա այսպես հիստերիկ ձևով մատուցվեց, հետո վերջում հասկացանք ինչի մասին էր խոսքը։ Եվրոպացիներն են, ոնց որ թե տեսեք Շվեյցարիայի մասին խոսեցիք, նրանք Լեռնային Ղարաբաղի բնակչության հարցը դեռ պատկերացնում եք Շվեյցարիայում մենք լռում ենք այստեղ, իսկ այնտեղ հարթակ են ստեղծում, որպեսզի դե չգիտենք, դա հնարավոր է կլինի, թե չի լինի, բայց մարդիկ աշխատում են այդ ուղղությամբ։ Շվեյցարիա նշեցի, Գերմանիա նշեցի, Միացյալ Նահանգներ նշեցինք։ Ինչ է կատարվում մեր 4 կողմը, էլի հայ-ադրբեջանական դեռ տիրույթը վերցնենք, թեման վերցնենք, հետո մենք Իրանի թեման կքննարկենք։ Վաղ է մի փոքր ասել, թե ինչ է կատարվում մեզ հետ տարբեր պարտներների հետ աշխատանքում, որովհետև էական վերադիրքավորումներ են տեղի ունենում Միացյալ Նահանգներում իշխանության եկած նոր ուրեմն գործադիրի պատճառով։ Շատ բան է փոխվում։ Ես կարծում եմ, որ այնպես չի, որ ամեն ինչ կորցված է, հա, այսինքն մենք շատ հարցերում նաև շարունակաբար հետևողական աշխատանք ունենք անելու եւ նույն Միացյալ Նահանգների հետ այդ թվում։ Տեսնենք, թե ինչպես ասում են, երբ կհասնեն մեզ, դեռևս ընդամենը մի հայտարարություն տեսանք կրկին, հա, որտեղ ասվում էր, որ ողջունում են այս պայմանագիրը ստորագրելու համար լավ հնարավորություն կա, բայց հաշվի առնելով Վաշինգտոնի նոր ադմինիստրացիայի բնույթը սա կարող է ոչինչ չնշանակել։ Այսինքն ընդամենը, այսպես ասած, հերթական հայտարարությունը լինի։ Այն որ ակտիվ աշխատել ենք եւ աշխատելու ենք եւ կարծում եմ, որ այս ուղղությամբ բավականին լավ է գործընթաց կա եվրոպացիների հետ խորացող հարաբերությունների, իդեպ Միացյալ Նահանգների վարքագիծը դրան նպաստում է նաեւ,
որտեղ Եվրամիությունը հասկանում է, որ ինքը առանցին խաղացող պիտի դառնա վաղ թե ուշ, եւ անվտանգային հարցերով առաջին հերթին եւ մնացած բոլոր ուղղություններով, եւ մեր արդեն իսկ ավանդույթ դարձած հիմնական գործընկերները առավելապես Ֆրանսիան եւ մնացած խաղացողները, որոնց հետ մենք կարողանում ենք խորացնել հարաբերությունները, բնականաբար նաեւ իրենք են հնարավորություն տեսնելու այստեղ ավելի խորը արմատներ եւ հարաբերություններ ունենալ։ Ուզում եմ ասեմ, այնքան որքան Միացյալ Նահանգների այս վարչակազմի դեռևս անհասկանալի մոտեցումները կամ մտերմացումը Ռուսաստանի հետ վերլուծվում եւ քննարկվում էր որպես հնարավոր նեգատիվ բան, որովհետեւ Ռուսաստանի անմիջական հարևանությամբ իր նախկին գաղութների հետ հարաբերություններում կարող է շատ ավելի քիչ խառնվել Միացյալ Նահանգները, դրան զուգընթաց եվրոպացիները առանձին խաղացողներ եւ Եվրամիությունն ընդհանուր առմամբ ել ավելի են ակտիվացնում իրենց ներկայությունը եւ սա կարող է նաեւ հնարավորություն դառնալ Հայաստանի համար։ Ուզում ասել ամեն ինչ չէ, որ միայն բացական պետք է դիտարկել այդտեղ։ Թե ինչ պիտի տեսնենք նրանց ներգրավության մեջ մեր Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ ես վստահ չեմ, թե շատ էական է լինելու առաջիկայում, բայց այն որ նոր նորմալը դեռևս վերջնականացված չի, այսինքն Թրամփի իշխանության գալուց հետո հարաբերությունների նոր կերպերը դեռևս կրիստալիզացիայի կարիք ունեն, որպեսզի հասկանանք, թե ում հետ ինչ ենք խոսում, սա դեռևս կարծում եմ պիտի տեսնենք, որովհետև վերջնական հստակ չի։ Բայց մենք տեսնում ենք ակտիվությունը Ադրբեջանի։ Մենք հիշում ենք, ինչպես նա չեզոքացրեց ՀԱՊԿ-ը մինչ իր ուրեմն 2020 թվականի հարձակումը, փաստորեն կարելի է ասել Ռուսաստանի հետ հարաբերությունները լրիվ խզվեցին, Բելարուս մենք ունեինք եւ մնացած ամեն ինչ։ Նրա խնդիրն էր ռուսական հարաբերությունները, համենայն դեպս չեմ ասի մենակ ինքը կարողացավ փչացնել, բայց մենք հիշում ենք, թե ինչ հայտարարություններով էր հանդերձ գալիս։ Նա խնդիր ուներ ՀԱՊԿ-ի հետ, չեզոքացնելու ՀԱՊԿ-ը, ստացվեց իր մոտ, ստացվեց թերևս։ Դե ինչպես դասականն է ասում, ՀԱՊԿ-ը ինքնաչեզոքացվել է։ Ինքը չեզոքացվեց, Ադրբեջանը լավ աշխատեց այդ ուղղությամբ։ Հիմա ուզում եմ բերեմ դեպի Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգների հետ հիմա մեզ մոտ խարծյա կա, չգիտենք դեռ նոր վարչակազմի ժամանակ մենք դեռ չենք տեսել մեր փոխհարաբերությունները, կարծես թե վերահաստատվում են, բայց տենց շատ նուրբ եւ թույլ ազդակներ ենք մենք ստանում, բայց չի խզվել հաստատ, բայց մենք տեսնում ենք ինչ ակտիվությամբ է Ադրբեջանը աշխատում այդ ուղղությամբ Իսրայելի միջոցով։ Չեք կարծում արդյոք, եթե մենք դուք ասացիք դեռ պետք է սպասենք, տեսնենք վարչակազմը Թրամփի ինչպես է իրեն դրսևորում, այդ մինչև մենք նայենք սպասենքը, մենք ժամանակ ենք կորցնում, իսկ Ադրբեջանը այդ ձվի պատմությունը չեմ ուզում բերել, բայց դա էլ պակաս ինֆորմացիա չէ, պակաս գործոն չէ, երբ որ այս իրավիճակում, երբ որ ձուն այնտեղ պակասել է, Ադրբեջանը փաստորեն ձու է մատակարարը հասցրել է բանակցել, հասցրել է այդ սերտիֆիկացիան ստանալ, այդ թույլտվությունը ստանալ, հասցրել է դեռ մինչև մենք նոր հասկացել ենք, որ այնտեղ ձվի խնդիր կա, իհարկե մենք ձու չէինք տալու, բայց ակտիվ գործում է հիմա Միացյալ Նահանգներին չեզոքացնելուն ու պարզը չեզոքացնելը շատ կլինի, բայց մոտավորապես այդպիսի մի բան չթողնելու, որ հայ-ամերիկյան հարաբերությունները խորանան, մտնելու, ճեղքելու մեր եւ ամերիկացիների միջև։ Ադրբեջանը շատ ավելի էֆեկտիվորեն արդեն վաղուց Թրամփի հետ եւ Թրամփի վարչակարգական միջավայրի հետ խորը կապեր ունի եւ աշխատել է նաեւ նախընտրական շրջանում ընդհուպ մինչեւ փաստացի անթակույց աջակցել է Թրամփին, հա, հուլիսին Շուշիում չմոռանանք Ալիևի հայտարարությունը, որտեղ առանց անունը տալու ասում էր, թե իր ֆավորիտնով է։ Պարզ է, որ այնտեղ նաև ձեռքերը ցալած չեն նստել, տևական ժամանակ ես այս օրինակը մի անգամ բերել եմ, կարծեմ հենց ձեր մոտ, երբ Թրամփը առաջին անգամ նախագահ դարձավ, իր իսկ հյուրանոցում առաջին միջոցառումը Ադրբեջանն ու Իսրայելն արեցին։ Սա հետաքրքիր էր 16 թվականներ կարծեմ, այո։ Հիմա ինչ է անում, իհարկե իրենք խաղում են Թրամփի խաղը, ավելին ասեմ, Ալիևի հայտարարությունները նայեք, բառացի կրկնում է Թրամփի տրամաբանությունը, ասում է, դե լավ ապրծանք Բայդենից, New York Times-ն ու Washington Post-ը fake news են, հա, այսինքն իրենք իրեն թույլ է տալիս այդպիսի, իսկ ինչ ենք մենք անում New York Times-ի եւ Washington Post-ի հետ, որպեսզի ել ավելի Ալիևին իր տեղը ցույց տանք։ Լավ, մղում է այդ լիբերալ օրակարգը, այսպես ասած, բայց նաև թերևս ամենա հեղինակավոր լրատվամիջոցները, որոնք որ կան, հա, դրանք էլ է
որտեղ Թրամփի ականջ է ասում, չէ՞, այդ ամեն ինչը։ Հիմա ձևի օրինակը, այսպես ասած, գրոտեսկային, հաճախտի ծաղրի թվացող է, բայց դրանք աշխատող են, որովհետև դրանք մամուլ են ձևավորում, դրանք վաղը բառակապակցություն են դառնում, հա, այսինքն մեկ էլ ասենք կարող է Թրամփը դուրս գա իր սոցիալական էջում գրի thank you Aliyev for the eggs, չգիտեմ, հա, այսպես մի բան, հա, ու այսպես շարունակ։ Հիմա մենք այդտեղ ինչ որ բան անում ենք, թե չէ, վստահ չեմ։ Այլ հարց է, որ մի կողմ դնենք այս պայքարական establishment-ը, կա ամերիկյան խորհրդային պետությունը, չէ, որի հետ պիտի կապը պահվի եւ աշխատվի եւ կարծում եմ, որ այդտեղ խոսակցություն կա իհարկե մեզ հետ եւ դրա համար եմ ասում, որ դեռևս չգիտեմ ժամանակացույց, օրինակ ձեր նշած խարտիայի կամ այլ համաձայնությունների շրջանակներում ունեցած դրամաբանությամբ առաջ շարժվելու ժամանակացույց։ Բայց այո, իրենք շատ ավելի ակտիվ են աշխատում, իրենք բավականին գումար են ծախսում Վաշինգտոնում լոբիստական ընկերությունների հետ, բնականաբար Իսրայելի ուղղությունը շարունակում է Ալիևի համար, տեսնում եք արդեն իրենք օֆշորային սոկարը այնտեղ օֆշոր գազ եւ նավթ փնտրելու խնդիրը դնելու, դրա հետ մեկտեղ Ադրբեջանը շարունակում է Իսրայելի հիմնական ռեսուրսներ սպասարկողներից մեկը լինել, դրա հետ մեկտեղ Իրանի հետ կապված Ադրբեջանը փաստացի բաց է ամերիկյան եւ իսրայելական ուղղությամբ համագործակցության եւ այլն համար, այսինքն ինքը այսպես ասած տալու բան ունի ամերիկացիներին եւ այդ տալու բանը ել ավելի ուռճացրած վաճառում է տարբեր մակարդակներում, թե ինչ ենք մենք անում, ես հիմա չեմ կարող ասել։ Պարզապես չգիտեմ, թե օրինակ ամերիկյան այս քաղաքական իշխանության հետ քաղաքական, չեմ ասում պետական, միջպետական հարաբերությունները դեռ հələ մի կողմ դնենք, որովհետև այնտեղ էլ տեսնում եք ամեն օր մի նոր գործակալություն է փակվում, ընդ որում տեսակ Ամերիկայի ձայնը վերջինը փակվեց, հիմա նաև կրթության նախարարության մասին է խոսք գնում, բնապահպանության նախարարության մի հատվածը փակվեց, բանի առողջապահության եւ սոցիալ նախարարության հետազոտական հատվածներն են փակվում, մինչև ամսվա վերջ կարող ենք 40,000-ից ավելի գործազուրկ ունենալ Վաշինգտոնում, իմ ընկերներն ու գործընկերներն ասում են այն մասին, որ ուրվականների քաղաք է դարձել, որովհետև պետական հիմնարկներ կան, որոնք որ դատարկվել են պարզապես, ուրեմն մենք գործ ունենք ոչ թե հայ-ամերիկյան հարաբերությունների, սպասենք թե տեսնենք ինչ կլինի, այլապես Ամերիկայում տեսնենք ինչ կլինի, որովհետև իսկապես բարդ է, բայց դա ինչքան խնդիր է, այդքան էլ հնարավորություն կարող է լինել։ Հիմա տեսնում ենք, որ Ադրբեջանը կարծես թե ավելի էֆեկտիվորեն է սա որպես հնարավորություն օգտագործում, քան մենք։ Ինչպես ասում են, մենք մինչև 1 2 3 4, նրանք 1 2 1 2 1 2 Իրանի թեման է անհանգստացնող, ինչ տեսակետից։ Շատերը երբ որ էլի նորից քննարկում են այս Ադրբեջանի այս հայտարարությունները, որ ասում են Ադրբեջանը պատրաստում է պարարթող է ստեղծում ագրեսիայի համար, որպեսզի բացատրի իր ագրեսիվ գործողությունները, եթե գնալու է ագրեսիվ գործողությունների ներդրություն, խոսում են այն մասին, որ Ադրբեջանը սպասում է X ժամի, ինչ որ X իրավիճակի։ Շատերը ասում են Ադրբեջանը սպասում է Վաշինգտոնի թույլտվության, այսինքն հայացքը Վաշինգտոնին է ուղղված, չեմ ասում ճիշտ է սխալ է, տեսակետներ եմ ներկայացնում ձեզ, մենք կքննարկենք այս տեսակետները։ Եվ տեսակետներից մեկը մի քիչ շատ ծայրահեղական է, տեսեք ինչ է մոդելավորվում, ասում են, տեսեք Իսրայելը փորձում է լոբինգ անել Ադրբեջանին եւ Իսրայելը, Ադրբեջանը, ԱՄՆ ինչ որ ալյանսի մասին են խոսում։ Եվ եթե այո դուք էլ նշեցիք, որ Ադրբեջանը տալիք ունի, առաջարկելիք ունի Իրանի մասով, այդ տրամաբանության մեջ կարող է դիտարկվել Սյունիքը, Իրանի սահմանը հատելու, փակելու թեման, եւ դա կարող է այդ ալյանսի կամ Իսրայելի լոբինգի Ադրբեջանի լոբինգի տրամաբանության մեջ դիտարկվի, որ Միացյալ Նահանգներ, տեսեք, ինչքան լավ կլինի, եթե Իրանի սահմանը Հայաստանի հետ փակվի եւ այդ սահմանը հայտնվի Ադրբեջանի ձեռքին։ Սա ծայրահեղական է, այո, բայց որքանով իրատեսական եւ ինչ կարող է Հայաստանի դիվանագիտությունը անի, որպեսզի կանխարգելի թեկուզ նման ուղղությամբ փոքր ինչ զարգացումը։ Մենք խոսում ենք նորից նախաձեռնողականության մասին, ոչ թե արձագանքելու փաստը կատարվելուց հետո մենք տեսնենք ինչպես ենք մենք էլ ունենք, չէ՞, Զանգեզուրի միզյանցքը մեր տարածքում է, մենք էլ առաջարկելիք ունենք։
Այո, եւ այստեղ ուրիշ բան կա, որ վաղուց բոլորին է հայտնի եւ այս օրակարգը նոր չէ, հա, հիմա վերջին մի քանի տարին խոսում ենք ընդհանրապես ադրբեջանցիները առավել ակտիվ դարձրեցին այս խոսակցությունը, միջանցք դրեցին անում եւ այլն։ Նախ ասեմ, որ այս խնդիրը քննարկվել է դեռևս 20-րդ դարաշրջանում թուրքերն ու ադրբեջանցիները 20-21 թվականին բրիտանացիների հետ դա քննարկել են դեռ։ Իրանի հետ կապված հասկանալի է, որ Հայաստանի հետ սահմանը Իրանի համար կենսական է։ Այսինքն սա չի էլ քննարկվում իրենց պարագայում եւ այս կարմիր գիծը դրվել է։ Ես մեծ հույս ունեմ եւ խիստ կասկածում եմ, թե ադրբեջանցիները ամերիկացիներին համոզել են, որ այս միջանցքը ես պիտի ստանամ, դուք էլ մեզ աջակցեք այս հարցում։ Դժվար եմ պատկերացնում, որ ամերիկյան պետությունը այդպիսի բանի գնա։ Նախ ճշտենք, որպեսզի մեզ լսողների համար եմ ես, որովհետև Հայաստանի սուվերեն տարածքի խնդիր կա, ճիշտ է։ Առաջին հերթին որովհետև Միացյալ Նահանգները ուժի այո գուցե գերակայություն, բայց ոչ թե այդպիսի կարմիր գծեր այլևս չկան։ Տեսեք, կարմիր գծերը փոխվում են։ Հա, այսինքն բարբերաբար կարող են փոխվել։ Հա պետք է նայել տեսնել, եթե ինչ-որ կերպ հիմնավորվել, բացատրվել եւ կամ համոզել են ամերիկացիներին, որ իրենց շահն է դա ունենալ, ես խիստ կասկածում եմ, որովհետև Իրանի հետ Հայաստանի սահմանն էլ փաստացի վերահսկել է եւ այնպես չի, որ կուզենային outsource անել ամբողջությամբ Ադրբեջանին կամ Թուրքիային եւ Ադրբեջանին իրար հետ։ Ուրեմն այս իմաստով ես կարծում եմ, իմ ընկալումը գոնե այս փուլում այն է, որ չկա աշխարհակաղակական կոնսենսուս այսպիսի վերաձևում անելու հարցում։ Այլ խնդիրը, որ Ադրբեջանը բնականաբար փորձում է սա անել եւ հնարավոր բոլոր անցքերը օգտագործել, որպեսզի հասանելի դարձնի իր այս ցանկությունը, ինչ է անում Հայաստանը եւ որքանով է ակտիվ կանխելու եւ կամ դրան հակադարձելու հարցում ես չգիտեմ։ Բայց որ պետք է անի, փաստ է։ Անխոս, դա կրկնեմ, մեր եթե մի օր, եթե առաջիկայում կարողանալու ենք փոխել այդ, այսպես ասած, խաղատախտակը շրջել եւ արտաքին քաղաքականությունը էապես փոխել եւ ռետորաբանության եւ անելիքների եւ գործողությունների իմաստով, ապա դա բացառելը պիտի լինի առանցքային, դրա մասին խոսք անգամ պիտի չլինի բնականաբար։ Ես տեսնում եմ, որ այս տարիներ շարունակ անընդհատ խոսվել է այն մասին, որ չկա միջանցքը միայն լիճնաչինն է եղել եւ այլն, եւ այդ վախը դրանով հիմա Ադրբեջանը անվերջ ու անընդհատ մինչ այս կետը հարցակման հնարավոր հեռանկարը կապել է դրա հետ, ես կարծում եմ, որ դա անընդհատ բացառելու տրամաբանությամբ պիտի լինի եւ Հայաստանը նաեւ իր գործընկեր պետությունների հետ առիթը պիտի բաց չթողնի, որպեսզի հայտարարի, որ դա անընդունելի է պարզապես եւ ուղղակի արձանագրի գոնե այս փուլում։ Եվ վերջին այսպես թեման որը կուզենայի ձեզ հետ քննարկել, դա այդ Ուկրաինայի շուրջ բանակցություններն, իհարկե շատ խորությամբ մենք չենք մտնի, կտեսնենք ինչով ավարտվեց, ինչ պատասխանեց Պուտինը Թրամփին եւ ինչ նպատակներ էր հետապնդում Թրամփը եւ ինչին հասավ, ինչու եմ ես սա հարցնում պրոյեկցիա ենք անելու Հայաստանի վրա, չեմ ուզում վախերը ավելի այսպես բարձրաձայնել, խտացնել, բայց քննարկում է այդ հարցը, որ սակարկություններ կարող է գնալ, հարցս դա է։ Թրամփը ինչ խնդիրներ է փորձում լուծել Ռուսաստանի հետ, Ռուսաստանը ինչ խնդիրներ է փորձում լուծել Միացյալ Նահանգների հետ եւ այստեղ տվյալ դեպքում այդ ձևակերպում օգտագործեմ հարավային Կովկասը, որը դիտարկվում էր մինչ Բայդենը եւ մինչ այս վերջին շրջանը Ռուսաստանի ուրեմն հսկողության կոպիտ ասեմ ներքո, արդյոք այդ սակարկությունը նորից գնալու է եւ Թրամփի համար հարավային Կովկասը զիջելու է Ռուսաստանին, ասելու է այո, մենք այստեղից էլ դուրս կգանք, այնտեղից էլ դուրս կգանք։ Մասամբ հարավային Կովկասի կամ մեզ հետ կապված հարցին անդրադարձանք խոսակցության սկզբում, երբ ասում ենք այն մասին, արդյոք Մոսկվա-Վաշինգտոն այս նոր սիրախաղը կարող է գին ունենալ մեզ համար, այն տեսանկյունից, որ նախկին մետրոպոլիային տրվի իր նախկին գաղութների հետ կապված ավելի, այսպես ասած, ակտիվ աշխատելու հնարավորություն։ Ես կարծում եմ, որ ինչպես նշեցի, եթե անգամ Միացյալ Նահանգները պասիվացնում է, իսկ դա փաստ է արդեն տարբեր մակարդակներում պասիվացնում է իր ներկայությունը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում,
ապա դա նաև եվրոպացիների հետ էլ ավելի խորացնելու հնարավորություն կարող է լինել, որովհետև հաշվի առնելով մեր չափսերը, հետաքրքրությունները, Եվրամիությունում մեր ունեցած կապերն ու հնարավորությունները, свято место пусто не бывает, հա, կգտնվեն ազատ տեղը, եթե դատարկվելու է վակուում է առաջանալու ներկայության եւ ազդեցության եւ ներգրավությունում հետաքրքրություն ունեցողների պակաս չկա։ Հիմա Եվրոմիությունը կամ եվրոպական երկրները կլրացնեն դա, չեն թույլ տա։ Եվրամիությունը հետաքրքրություն կա այնուամենայնիվ, հա, այստեղ խնդիրը Շահագրգռվածություն։ այո, այստեղ խնդիրը այն չի, որ մեզ շատ սիրում են կամ որովհետև մենք ունենք խորը եւ առանձնաշնորհյալ հարաբերություններ, ինչպես ժամանակին սիրում էինք ասել, այլ կա հետաքրքրություն, դատարկվում է, ներկայություն է պակասում, ըստի ով է դա լրացնելու, դրա պակասը չի լինելու։ Հիմա ռուս-ամերիկյան տրամաբանության մասին։ Ես նայեցի եւ Սպիտակ տան եւ Կրեմլի հայտարարությունները երեք այդ երկար հեռախոսազանգից հետո, դրանք բավականին տարբերվող էին։ Ամերիկյան կողմը փորձել էր ձևակերպել թե իբրև թե հասել է ինչ որ լուրջ լուծումների, ընդ որում ինձ համար ամենա, այսպես ասած, ներքին սպառման համար արվող բանը բնականաբար եւ Իսրայելին սիրաշահելու համար է, այն որ իբրև թե ասում են, որ Ռուսաստանը չի աջակցի Իրանին Իսրայել պետությունը ոչնչացնելու գործում։ Դրանից ավելի լավ, օքեյ, հասկացանք, որովհետև սա նաև այն մասինը, որ Ռուսաստանն ու Իրանը ռազմավարական համագործակցության հուշագիր են ստորագրել փետրվարի սկզբին, ուստի Թրամփը իր իսրայելական հրեական նաև այսպես ասած այդ լսարանի համար պիտի ունենար մի բան, հիմա չգիտեմ թե դա ինչպես են վաճառելու, ինչպես ասում են ներսում։ Ռուսական հայտարարությունը շատ ավելի կոնկրետ էր, իրենք հստակ ստացել են այն, ինչ ուզում էին։ Ինչին են 2-3 հարցի շուրջ են համաձայնության եկել, էներգետիկ ենթակառուցվածքները չվնասելուն, սա է փաստացի, իսկ 30 օրվա զինադադար։ Հիմա այդ 30 օրը, որտեղ Թրամփը ձևակերպել էր Ուկրաինայի հետ համաձայնության էր եկել, որ 30 օրով է, դա ինչ որ կերպ պիտի տանը բացատրի, չէ՞, տեսակ հասա, որտեղ ինքը անընդհատ պիտի հաղթի հասկանում եք, ինքը մեկն է, որը որ անընդհատ ամեն օր պիտի դուրս գա մամուլով ասի, տեսակ էս էլ արեցի, հետակը ինչ տեղի ունեցավ, ինչքանով հաղթեց, տեսել ենք 44-օրյա պատերազմի օրերին նախընտրական շրջանում իր արած հայտարարություններում եւ իր վարքագծում։ Դա մի կողմ դնենք։ Ռուսական կողմը հստակ ասաց, որ այո, այդ չեն կանի 175-ին 175-ով կփոխարինենք գերիների մասով, այն գերիները, որ Կուրսկում ենք վերցրել, վստահ եղեք, որ ռուսական օրենսդրության շրջանակներում եւ որպես բարի կամքի դրսեւորում ծանր վիրավորներին կփոխանցենք, մնացածը կպահենք մեր մոտ եւ ռուսական օրենսդրությամբ կիրականացնենք այն դատավարությունները, որոնք կիրականացնենք։ Ես փաստացի չեմ տեսնում, թե ինչու Ռուսաստանը պիտի երջանիկ չլիներ այս լուծումից։ Ըստ էության այն ամենն ինչ ինքն ուզել է ստացել է այս փուլում։ Արդյունքում ընդհանրապես գերիների փոխանակումներ ավելի գերիների փոխանակում եւ էներգետիկ ենթակառուցվածքների 30-օրյա դադար, հա, որը թերևս Ռուսաստանին էլ է ձեռնտու, որտեղ այնպես չի, որ Ուկրաինան ենթակառուցվածքների խնդրելու հնարավորություն չունի։ Հիմա սրանից զատ թե ինչ կլինի հաջորդիվ, այսինքն հաշվի առնելով այս շատ ակտիվ մինչև այս հեռախոսազանգը եւ հերթական հանդիպումը Սաուդյան Արաբիայում տեսանք թե կողմերը ինչ ակտիվությամբ նույն դրոնային հարձակումը, որ ընդհանուր մինչև Մոսկվա հասավ մի կողմից եւ Կուրսկի հետ վերցնելը Ռուսաստանի կողմից, այսինքն այս իրավիճակը, այս փուլը, մինչև այսպես կոչված զինադադարը, կողմերը փորձում են հնարավորինս շատ բան շահել, որպեսզի բանակցային սեղանի շուրջ ավելի կոնկրետ հնարավորություններ ունենան։ Ես կարծում եմ, որ խորքում նաև իհարկե Թրամփը եկել է Ռուսաստանի հետ պատժամիջոցների եւ այլնի հետ կապված խնդիրները փակելու եւ ինքը դա չի թաքցրել, că Ռուսաստանը համարում է կարևոր պարտներ իր համար, այսինքն կա էական կարդինալ շրջադարձ ամերիկյան քաղաքականության մեջ։ Մենք առաջիկայում տեսնելու ենք նաեւ որոշ բնական ռեսուրսների ուղղությամբ թերևս ամերիկյան ինվեստիցիաներ, որի մասին Պուտինը անթակույց խոսել է։ Ենթադրում եմ նաեւ, որ որոշ խոշոր արտահանվող ապրանքներ դեպի Միացյալ Նահանգներ վերականգնվելու են, օրինակ ալյումինը, որը բավական էական է։ Թեման Ուկրաինան չէր։ Թեման ռուս-ամերիկյան հարաբերությունների փաստորեն վերականգնելն է կամ խորացնելը էլ ավելի կամ վերադառնել դեգրադացված էին, ակնհայտ դեգրադացված էին դիվանագետներն էին երկրներից հետ կանչվել եւ այլն, բայց քանի որ չեն կարող շրջանցել Ուկրաինան, առանց Ուկրաինայի հնարավոր չի խոսել, քաղաքականապես հնարավոր չի ներսում
առաջին հերթին ամերիկացիների համար, որտեղ Ռուսաստանը մեծ ուրախությամբ կուզեր ընդհանրապես չքննարկեր, բայց իրենները ձեռնտու, որտեղ առանց Ուկրաինային քննարկում, այն ինչը Միացյալ Նահանգները չէր թույլ տալիս մինչ այս, հասկանում եք, այսինքն Պուտինի ամբողջ խնդիրն այն է, որպեսզի ցույց տա, որ սա Ուկրաինան չի, սա ամերիկացիներն ու եվրոպացիներն են եղել, սա հավաքական արևմուտքն է մեր դեմ պատերազմել, ես նրանց հետ խոսելու չունեմ եւ եթե տեսնեք Կրեմլի հայտարարությունում, նաեւ հրապարակային ասում են, որ անհրաժեշտություն է ռեժիմի փոփոխությունը Կիևում, որ կարողանանք խոսենք։ Մենք այս մարդկանց հետ խոսելու բան չունենք։ Հասկանում եք, ես չեմ հասկանում երեկվա խոսակցությունից ինչ է ստացել ամերիկյան կողմը։ Գուցե տնտեսական հեռանկարների կամ չգիտեմ հարաբերությունների կամ գուցե որտեղ մերձավոր արևելքեր է քննարկվել տեսակ Սուեզի ջրանցքի եւ միջերկրական ծովի եւ Սև ծովի հետ կապված հարցերն են ռուսական ապրանքների խաղաղ տեղափոխման հարցն է դրա փոխարեն գուցե Սիրիայում է ինչ որ բաներ ստացվել մենք չգիտենք դեռ պատկերը ամբողջական չի ունենք պաշտոնական հայտարարությունների տեքստերը վստահ եմ որ ամերիկյան կողմն ինչ որ բաներ ստանում է սրանից բայց կրկնեմ առանց Ուկրաինան քննարկելու հնարավոր չէր լինի հաշվի առնելով այնուամենայնիվ հանրային ընկալումներն այս ամենի հետ կապված, սա էլ այսպես արեցին, ինչ որ անունը դրեցին զինադադար, որը թե ինչքանով կպահպանվի դա էլ կտեսնենք, եւ ուրեմն առաջ են գնալու միևնույն է իրենց երկկողմ օրակարգով։ Ինձ ինչու է հետաքրքրում, որպեսզի մենք տրամաբանությունը այդ բանակցությունների դուրս բերենք, թե ինչ ստացավ Միացյալ Նահանգները, ինչ ստացավ Ռուսաստանը եւ իրականում ինչ ստացավ Ուկրաինան, բայց մենք կարող ենք արդյոք արձանագրել, որ Թրամփը չստանալով, ինչպես դուք ասացիք, եւ ինչպես ինքն էր հռչակել այդ 30-օրյա զինադադարը, գոնե 30-օրյա զինադադարը, ել չեմ ասում ընդհանրապես պատերազմը կանգնեցնելը, Թրամփը զիջելու տրամաբանությամբ է, զիջելու քաղաքականություն է վարում, կարելի այդպես խիստ ձևակերպել որովհետև այո Միացյալ Նահանգներ այս հարցում Միացյալ Նահանգները ինչ որ նպատակներ ունեն Ռուսաստանի հետ դուք նշեցիք եւ տնտեսական եւ մնացածը այսինքն այս հարցերում զիջել եւ ինչու եմ ես նորից հարցնում նորից մեր տարածաշրջանը նորից զիջվի կտեսնենք որովհետև պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք բավական բարդ են լինելու, ենթադրում եմ, որ ավելի մեծ, չեմ ենթադրում, վստահ եմ, որ տողատակերն ավելի շատ են, առնվազն այս պահին Ուկրաինայի հետ կապված, կարծում եմ, որ բավական ծանր իրավիճակ է ստեղծվել Ուկրաինայի համար առաջին հերթին, այնտեղ տեսակ նաև այդ հայտարարության մեջ, Կրեմլի հայտարարության մեջ ասվում էր նաև, որ Ռուսաստանի լեգիտիմ շահերը իր անմիջական հարևանությամբ հաշվի եւ այն տարածքներում, որտեղ Ռուսաստանը էֆեկտիվ վերահսկողություն ունի նկատի ունենալով թերևս էլ Դոնեցկ Լուգանսկն չեն քննարկում հիմա երևի Խերսոնի եւ Զապորոժիեի ամբողջական լեգիտիմացիայի խնդիրը դրել Ռուսաստանն իր առջեւ հիմա այս տեսանկյունից նաեւ Միացյալ Նահանգների այս վարչակազմը ասել է որ այս պատերազմը եւ այդ տեքստում նույն ամերիկյան տեքստում նույնպես կար որ այս պատերազմը չպետք է սկսած լիներ ընդհանրապես եւ իբրև թե ես այս դիրքից եմ խոսում այսինքն ամերիկյան տեսանկյունից կամ Թրամփի վարչակազմի տեսանկյունից խնդիրը հետեւյալն է ես այս պատերազմի տերը չեմ ես դրա համար պատասխանատվություն չեմ կրում ես եկել եմ խաղաղություն բերելու եւ հարաբերություններ կարգավորելու հիմա մինչեւ ինչ արել են սխալ են արել ամերիկյան շահն այս պահին սա է ենթադրում թե սրա արդյունքում արդյոք մենք էլ ենք դուժելու կամ տարբեր տարածաշրջաններ լնազդվելու վստահաբար ազդեցություն լինելու է բայց թե ինչ կերպ կտրանսֆորմացվեն հարաբերությունները դեռևս վաղ է խոսել սա Միացյալ Նահանգներ Ռուսաստանի տեսանկյունից դիտարկելով Թուրքիա տարածաշրջանը եկեք նայենք ով է այսօր երբ որ Ռուսաստանը մի քիչ ուշադրությունը դարձրել էր դեպի Ուկրաինա այստեղ Թուրքիան է ոնց որ թե տարածաշրջանում փորձում Ռուսաստանի հետ այո թե ոչ մրցակցել իր այսպես ասած գերակայությունը հաստատել եւ արդյոք նորից դուք նշեցիք այդ եվրոպական ներկայությունը եւ եվրոպական շահերը արդյոք Ռուսաստանը ոչ միայն Միացյալ Նահանգներ ունի ում հետ պետք է բանակցի տարածաշրջանի հարցում այլ նաեւ Թուրքիայի ունենալու Թուրքիայի հետ բախում չբախում բայց ամենայն դեպս մրցակցություն եվրոպական երկրներ մրցակցություն տարածաշրջանի մասին է խոսքը վստահ եմ որ Թուրքիայի հետ շատ հարցերում խոսակցությունը կա եւ հիշում եք Լավրովի վերջին այցը Անկարա Իրանից հետո էր կարծեմ հայտարարեց այն մասին որ խոսել են նաեւ Հարավային Կովկասի մասին եւ իրենք դա դիտարկելու են 3+3 տրամաբանության մեջ
ավելին 3+3 գիտեք Հայաստան Վրաստան Այսինքն հավասար են լինելու Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը հավասարի ֆորմատ են նոր ձևավորվել, փորձել է ձևավորվել, դեռևս Վրաստանը չի մասնակցել, բայց ես որքան հասկանում եմ, ամերիկացիների համար այդ ֆորմատն ընդունելի է դառնում։ Եվ ես դա տեսնում եմ նաև տարբեր մակարդակներում քննարկումներից, հենց այս պահին Միացյալ Նահանգներում տեղի ունեցող մտավոր կենտրոններից եւ այլն, այսինքն սա փոփոխություն է, որ մենք տեսնում ենք եւ թերևս սա դառնալու է այլևս լեգիտիմ ֆորմատ, այսինքն եթե մինչ այս Վրաստանը չէր մասնակցում այս ֆորմատին եւ 3+2-եր եւ չէր մասնակցում առավելապես ամերիկյան ճնշումների ներքո, հիմա կարծում եմ, որ այդ ճնշումները չեն լինելու եւ դա լինելու է մի ֆորմատ, եւս մի ֆորմատ, որտեղ մենք համագործակցային ինչ-որ տրամաբանություն է կառուցվելու, որը ընդունելի է լինելու նաև ամերիկացիների համար։ Չգիտեմ որքանով է ընդունելի լինելու եվրոպացիների համար, բայց իրենք կարծում եմ արդեն չեն էլ կարողանալու խառնվել այս հարցում առանձնապես։ Մինչ այս, ասում եմ, այդ ֆորմատը չէր կայանում ամերիկյան ազդեցությամբ Վրաստանի հրաժարվելով։ Հիմա Վրաստանում նոր իշխանություն ներկայիս վարչակարգի տրամաբանությունը հաշվի առնելով եւ ամերիկյան փոփոխությունը հաշվի առնելով ես ենթադրում եմ, որ առաջիկայում տեսնելու ենք նաև 3+3 կոչված ֆորմատի վերագործարկում կամ առավել ակտիվ աշխատանք կտեսնենք։ Եվ այդ ֆորմատի մեջ արդեն եվրոպական ներկայությունը, որը գոնե կես ոտքով, թեկուզ դիտորդների մեր ներկայությամբ ուներ ներկայություն այստեղ, դուք կարծում եք, որ չեզոքացվելու է Եվրոպան եւ հանգիստ այսպես հլհունազան դուրս է գալու խաղից։ Չէ, որովհետեւ ինքը այդտեղ չի էլ եղել ուղղակի եւ խնդիր էլ չի դրելու լինելու, որովհետեւ դա ֆորմատ է, որ ձևավորվել է տեղում տարածաշրջանային։ Դե ոչ միայն Հայաստանի, Վրաստանին էլ այդ նույն եվրոպացի դիտորդները չմոռանանք շարունակում են նաեւ Վրաստանում լինել, Վրաստանը դեռևս չի հայտարարել պաշտոնապես, թե ինքը եվրոինտեգրացիան դադարեցնում է եւ այդպես շարունակ։ Այլ հարց է, որ նաև մի հետաքրքիր ուրիշ բան տեղի ունեցավ, ամերիկյան պետական համակարգում Թուրքիան եվրասիական պետություն լինելուց դարձել է մերձավոր արևելյան երկիր։ Սա էլ է հետաքրքիր, սա նշանակում է, որ աշխարհի նոր տրամաբանություն կառուցող այս վարչակազմը որոշակի փոխատեղումներ է անում իր տրամաբանության մեջ, թե ինչպես է աշխարհի քաղաքական քարտեզին նայում։ Ես չեմ կարծում, թե 3+3-ը հակված է կամ միտված է հենց եվրոպացիների դեմ, բացարձակապես, այսպես ասենք։ Իհարկե, այն մասին չի, որ եվրոպացիները այդտեղ լինելու են։ Սա տարածաշրջանի հարցերը լուծում ենք տարածաշրջանում տրամաբանության մեջ է, բայց իմ հիմնական ասելիքներն էր, որ ամերիկացիները կարծես թե ընդունել են այդ ֆորմատի լեգիտիմությունը եւ թերևս եթե պիտի վերադառնանք ձեր հարցին, թե արդյոք մեզ Հարավային Կովկասը թողնում են այսպես ասած տարածաշրջանային խոշոր խաղացողների մեջտեղում, ապա այո կարելի ասել, որ թերևս հենց այս տրամաբանության մեջ էլ թողելու են։ Ես շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, շատ շնորհակալ եմ։ Ալիք մեդիա լրատվական հարթակի հիմնադիր Արսեն Խարատյանի հետ էինք զրուցում, զրույցը վարում էր Գայանե Արաքելյանը, բարին ձեզ։